Ողջույն բարեկամներ, երեկվա բացահայտումներով լի վիդեոից հետո ես այսօր ստացա կրկին զանգեր, հեռախոսազանգեր, նամակներ, նկարներ, Նիկոլա Մերձ քահանաների կյանքը բացահայտող, բազմաթիվ փաստեր պատմող, պնդող։ Ես ամբողջը չեմ հրապարակել այսօր, մենակ մի պարզ պատճառով, որ ժամանակի շուտ չվնասեմ իրենց, այդ սդիկաների, որոնք արժանի են ամեն ինչի, բայց ես շանս եմ տալի, տղեկ, կքանդվեք, կկործանվեք, և ձեր ընտանիքները, և ձեր կարիերան, եթե դուք չդադարեք սատարել, ներին, տեսեք, երևի ուրիշ մեկը առիթը բաց չէր թողի, որ ձեզ հողին հավասարեցներ, բայց իմ միսիան դա չի, ես ուզում եմ պահպանեմ, փրկեմ իմ երկիրը, ոչ թե ոչնչացնեմ ձեզ։ Իհարկե այսօր ընթացքում մեկ-երկու զգուշացողական, նախազգուշական կրակոց կլինի և հուսով եմ իրանք շատ լավ կհասկանան ինչի մասին է խոսքը, բայց ոչ ավել։ Իսկ այն ինչ կատարվեց այսօր Գյումրիում, արդեն խոստանում էր այս ընթացքը դեռ երեկ չառաջորը, դեկտեմբերի 6-ին, որը ես մի քիչ առաջ ընկնելով դեպքերից իմ սովորության համաձայն կոչեցի հայոց ինքնության ապստամբության օր, որը սկսվեց և հիմք տրվեց Գյումրիում, դեկտեմբերի 6-ին, որը սկսվեց քահանաների և ինչու՞ չէ երգչախմբի, եկեղեցու երգչախմբի ապստամբությամբ ընդդեմ ռեժիմի։ Գյումրի, որտեղ նեռի իշխանությունը չկարողացավ գտնել իրենց սատարող։ Սա շատ կարևոր պատմական բեկումնային փուլ էր։ Սա գիտեք ինչի էր նման։ Այս սրան, նայեք, ուղիղ այս տեսարանն էր։ Գողը մտավ մեր բակը։ Սա այն էր, ինչ այսօր տեղի ունեցավ Գյումրիում։ Մենք իհարկե մանրամասներին դետալներին այսօր կանդրադառնանք, կվերլուծենք, որպեսզի հասկանանք ինչ վիճակում ենք մենք, ինչ անելիք ունենք և ամենակարևորը, թշնամին ինչ վիճակում է։ Եվ այսպես, ոչ ավել, ոչ պակաս, այսօրվա տապալումից հետո, ինչ հայերեն չստացվեց, նեռը վերցնում ու հայտարարում է, որ 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարակներից առաջ 10:55-ին բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Հասել ենք այդտեղ արդեն։ Փաստորեն ինքը իրան նույնացրեց Տրթատի հետ, հիմա կարելի է ուղղակի կոչել իրան, ասենք, չգիտեմ, Տրթատ Փաշինյան և ասել, որ 1724 տարի անց հրապարակեց հրովարտակ, որով հայտարարում է, որ ինքը փոշմանել է, որ կաթողիկոս է նշանակել ոչ թե իրեն, այլ Գրիգոր Լուսավորիչին։ Եվ այսօրվանից այս հրովարտակով Փաշինյան Նիկոլը ինքն իրեն նշանակում է կաթողիկոս։ Սա իհարկե իմ մեկնաբանությունն է, բայց ես ուզում եմ ձեզ ցույց տամ եկեղեցու ծառայի մեկնաբանությունը։ Սա իր պատասխանը։ Ես էլ կարծում եմ, որ ամեն կիրակի ժամը 10:55-ին պատարակներից առաջ հրաժարիմք ի սատանայե պետք է հնչի։ Սա ասում է Տեր Սրոբ քահանան։ Ես կարծում եմ սա ավելի տեղին աղոթք կլինի, որ հրաժարվենք սատանայից, քան լսել և շարունակել Փաշինյան Նիկոլի այս զառանցանքները։ Մեծագույն նվեր է անում Փաշինյան Նիկոլը մեզ բոլորից։ Մենք երևի լավ չենք գնահատում։ Ինքը հռչակել է, չէ՞, մաքրելու են եկեղեցին։ Հավատացեք, ինքը հիմա մաքրում է եկեղեցին։ Եկեղեցին մաքրում է ուղղակի շատ յուրահատուկ ձևով։ Նեռը որպես մագնիս կենտրոն չարքի հավաքել է իր շուրջը այն բոլոր նեռահաճո, նեռահեն, նեռամոլ, մեր մոտ ասում են Եվրոպան մեծ, նեռամետ ուժերին, նեռախույս ուժերին, որոնք ունեինք այսօր եկեղեցում։ Իրա շնորհիվ մենք կատարում ենք բազմաթիվ հայտնագործություններ, որոնք մենք ուղղակի մեր ամենօրյա կյանքում
ուշադրություն չենք դարձնի, բայց որոնք կարևոր էին։ Ինչու շնորհակալություն չասել Փաշինյան Նիկոլին այդ հսկայական աշխատանքը կատարելու համար։ Ընդ որում մի աշխատանք, որի դիմաց ինքը կարող է շատ թանկ վճարի, հա, մի թերա գնահատեք, վճարը լինելու է շատ թանկ ու ինքը արդեն հասկանում է, ինքը արդեն նկատվում է պատի տակ։ Սա շատ սիմվոլիկ պատ է, որը շատ հաճախ ավարտվում է հենց այս տեսարանով։ Իսկ հասկացաք, անունն էլ մեկի մեկ բռնում է, հա։ Ինքը արդեն կարծես թե պատրաստ է, ինքը հասկանում է ինքը ուր է հասել, որը սա հաջորդ կանգառն է։ Այո, սա հաջորդ կանգառն է եւ ներախույս, ներահեն, ներամետ ուժերը պետք է շատ լավ հասկանան հիմա ինչ են անում։ Ես պատկերացնում եմ այս գործողությունները ինչ հիմար վիճակի մեջ է դնում իր ամբողջ սատելիտներին, պրոպագանդիստներին, որ ստիպված են լինելու հորինել, ինչ որ տարբերակներ գտնել, որպեսզի արդարացնեն այս ամեն ինչը։ Հա, հավատացեք, օրեկան ավելի բարդանում է իրավիճակը։ Ոչ միայն իրավիճակից բացի բարդանում է բոլոր նրանց վիճակը, ովքեր պետք է իրենց քարոզներում, հեռուստատեսային ելույթներում փորձեն արդարացնել այն ավերիչ քաղաքականությունը, որ ները վերցրել է իր վրա։ Կարծես Հայաստանում էլ ոչ մի խնդիր չկար, մնացել է Փաշինյան Նիկոլը որոշի մատանակից առաջ ինչ պետք է հնչի։ Քանի որ ինքը որոշել է իր շրջիկ խմբով Երևանում դրանց ժամանակին ասում են, Հայաստանում դրանց ժամանակին ասում են դաստա, ով եղել է ապրելասովետական շրջանում, կար շրջիկ այդպես երաժիշտներ, դրանց ասում են դաստա, որ ստեղներ հասանիք կնունկ բան էին նվագում։ Քանի որ ինքը որոշել է իր շրջիկ դաստայով, որը ղեկավարում է քահանա, հա, ամեն կիրակի ինչ որ նոր տեղում պատարակներ իրականացնի իր ձևով, հա, իր պատարակները ազատ է հնչացնի ոնց ուզում է, ազատ է իրականացնի ոնց ուզում է, ոչ ժամին ուզում է, դա մեզ հայերիս, բացարձակապես հետաքրքիր չի։ Ինչ մնում է մնացած եկեղեցիներին, կարծում եմ մնացած եկեղեցիների ղեկավարները իրեն պարզ ասեցին, որ մենք աջակցում ենք կաթողիկոսին։ Դա ասվեց Ամերիկայից մինչև Երուսաղեմ, Երուսաղեմից մինչև Կանադա, ասվել է բոլոր տեղում, մինչև Եվրոպա, Հայաստանյան մարզերում, վերջի անգամ Շիրակի թեմը, լրիվ ասեցին, այս դեմքով պատարակին ներկա գտնվող ներին, ըլմա դեմքին նայեք, ինքը եկել է Աստծո հետ հաղորդակցվելու, նստապավությունը ոնց նեղացած է Աստծուց, որ իրան չեն սիրում, որ ինքը զորքով է քայլում իր երկրում։ Ընդ որում ես ձեզ ասեմ, ընդհանրապես մեկ ամիս առաջ կամ ամիս ու կես առաջ Գյումրու տոնն էր, որը այս ճիվաղը ոչ միայն չշնորհավորեց, ինքը չեկավել։ Այսինքն Գյումրին իր համար մի տարածք կա, որտեղ ինքը կարող է մտնի եւ դուրս գա բացառապես զորքի ուղեկցությամբ։ Պատկերացնում եք, սա մեկն է, ոչ սեփական երկրում, սեփական չափազանցված է, ամեն դեպքում այն երկրում, որտեղ ինքը վարչապետ է, ինքը առանց զորքի ուղեկցության նույնիսկ Աստծուն չի կարողանում գնալ։ Աստծուն, որը ինքը այսօր փակել էր իրական Աստծու հետ շփման կարիք ունեցող մարդկանց համար։ Այն էլ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրեր։ Իհարկե, ոնց պետք է լիներ այդ մարդու դեմքը։ Հիմա ավելի մանրամասն։ Ասում են հաջորդ պատարակները, իհարկե սա կատակա, մտադիր է իրականացնել դադի բանկում։ Օրինակ, ինչու ոչ։ Ես կավելացնեի, օրինակ, ամարասուն։ Ինչու ոչ։ Եթե ինքը շատ է սիրում 301 թիվը եւ ասում է պետականությունն այն ժամանակ որոշեց, որ այսպես լինի, Ամարասի պատմությունը շատ մոտիկ է։ Ամարասում է թաղված 301 թվականին կաթողիկոս հռչակված Գրիգոր Լուսավորիչի թոռը, Գրիգորիս Լուսավորիչը, ընդ գերեզմանը դեռ կարա հատուկ հաջորդ պատարակը իրականացնի Ամարասում։ Հետո կուզի դադիվանք, հետո ինքան վանքերու համալիր ունեն 400 հատ ընդ թողած։ 400 որ ինքը
պատկերացրեք ամեն Կիրակի գնա այս վանքերով ինքը մոտավորապես մի 7-8 տարի Արցախից կարա դուրս չգա Երևան։ Իր հարազատ միջավայրում թուրքերի հետ հավաքի այս շրջիկ թուրքերի թատրոնը մտնի Արցախ, ասեմ 4 տարի վանքում եկեղեցական համալիր կաններ։ Առնվազն 7 տարի կարող է Արցախից դուրս չգա։ Այսա կլինի գործ, մենք իմանանք, որ ինքը նվիրալ քրիստոնյա է եւ այս իր պատարակներով, ճիշտ է, շրջիկ կապիկների թատրոնով, բայց ամեն դեպքում պատարակներով ինքը հայկական խոսքն ու երաժշտությունը հնչեցրեց Արցախում։ Ճիշտ է, սենց պետք է ինքը գնա, պատկերացնեք։ Հայացքը նկատեցիք։ Հայացքը նկատեցիք։ Այ գորսոդիկա հասկանում եք սա ում հայացքն է։ Սա ինչ որ մեկի հայացքը չի, որը երկրի ներկայացուցիչն է։ Իսկ այն կողքի դիակին էլ կարող եք ձեռի հետ նայել։ Նա ընդամենը բան է, հովանոց է։ Ատրիբուտ է, այդ օրը մերը նշանակել են կողքը, ասել են դու էլ պետք է լինես որպես նախագահ։ Ինքը ուղղակի բան է դեռ, դեկորացիա է։ Մուլյաշ, բերել են, որ այս գողո ավազակի կողքով ինքը քայլի։ Սա մի մարդ է, որ ինքը հասկանում է, որ տարածքում ինքը օտար մանմին, դուրս պրծուկ, բայց ոչ երբեք ընտրված, ինչպես իրենք են սիրում պնդել, վարչապետ, որին ժողովուրդը սենց տվել է լիազորություններ Արցախը հանձնելու, ցեղասպանելու, Հայաստանի սահմանները որոշելու, չգիտեմ, մարդկանց ճակատագրեր որոշելու։ Այս մարդու հայացքի մեջ այդ ամեն ինչը բնականաբար դուք չեք տեսնի։ Սա կարևոր է ինչով, որ մենք հասկանանք, որ ինքը շատ լավ հասկանում է ով է ինքը, ինչ վիճակում է ինքը եւ միջև ուր կարա գնա ինքը։ Որովհետեւ մեր մեջ միամիտներ կան, մի ամբողջ բանակ, որ ասում է դե հենա Նիկոլ Փաշինյան ինչ ուզում անում է։ Սա այն հայացքը չի, այն մարդու հայացքը չի, որ ինչ ուզում անում է։ Մանավանդ որ այդ ինչ ուզել անելու համար ինքը պետք է մոբիլիզացնի մի քանի հազար յենիչերի, որոնք այդ ընթացքում անշուշտ պետք է լսեն իրենց մասին ամեն ինչ, այն ինչ որ մտածում է ժողովուրդը։ Արցախը Հայաստան է։ Այդ էլ պետք է լսի, բանից։ Երբ որ կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում, դրան դուրս են հրավիրում ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է, սա Այսինքն ներողություն եմ խնդրում, ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է։ Այդ դեպքում ինչ է կաթողիկոսի անունը զեղչվել։ Ինչ է։ Ասում եմ, որ դրա պատասխանը վարչապետը տվել է, իսկ ինչ վրա տվել է, ժողովրդավարությունն այն անում է, որ վարչապետը խմբագրի պատարակի տեքստ։ Դուք գիտեք դա։ Չգիտեք, երևի իմաստը հարց կա առաջանա, իսկ ով պետք է բռներ սրանց ձեռքը, որպեսզի իրանք չխմբագրեին, ասենք։ Որտեղ են այդ ճռճռան միջազգային կառույցները։ Թքած ունենան, արեք ընդունենք, որ այն հայտարարությունից հետո, որ հայկական FSB-ն կամ ինչպես իրենք են սիրուն ասում, սիրում ասել ԱԱՑ-ն ազգային անվտանգության ծառայությունը կարողանում է պարտադրի, համոզի, ստիպի ու զբաղվի բանով եկեղեցական արարողություններով եւ ստիպի զերչել կաթողիկոսի անունը, այդ հայտարարությունը բավական է, որպեսզի կրոնական ազատություններով զբաղվող մարմինները ամբողջ աշխարհով մեկ խփեին զանգեր եւ ասեին Հայաստանի վարչապետը ինքը հանցագործա կրոնական փոքրամասնությունների եւ ընդհանրապես կրոնական միավորումների նկատմամբ, բայց ինչպես տեսնում ենք, դա չի արվում։ Հետեւաբար մենք այս հարցով օգնող չունենք։ Մենք ենք լինելու մեզ օգնողը։ Բայց լսենք այս տխմարը ոնց է վարչապետը։ Վերաբերում է եկեղեցում բղավելուն, թեկուս ամենալավ բղավոցը, թեկուս առանձին աղոտ բղավելը, Համստեղծության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել։ Ինչներ իշխանության սցենարները։ Պարտադրված էր այլ թեմից։ Ինչ է իշխանության սցենարը, մազերը վաքսողին հարցը խոշոր եւ ջրավոր։ Ասա որ մազերը լավ չեն վաքսը։ Վաքսը լավը չի, ոչ է չոտն լավը։ Այ որ փոխես վաքսն ու չոտքը,
Այն ժամանակ կհասկանաս երևի Խոստովանես ինչ եք պլանավորել ու ինչ եղավ։ Հասկանում ես գեղեցիկա ես ավանակն է իրան էշի տեղ դնում, բայց եւ խոշոր երջերավորած կենթանիներն իրենց էշի տեղ դնում դա մի քիչ չի նայվում, ֆալշը։ Բայց դսենք հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարակի գալը, ինչպես մեկնաբանի Շիրակցի 4 Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, չէ, մի րոպե։ Իսկ ով ասեց որ սցենար կա։ Սցենար կա, սցենար չկա։ Շրջիկ հոգեվորականներ սցենար չի, այս ուղեկցելն սցենար չի, ինչ սցենար է պատկերացնում օրինակ խոշոր երջերավոր։ Բայց մենք դեռ քեզ կանադառնանք, ես չեմ ուզում ստեղ կախվենք, որովհետև երկար մնանք, որովհետև ավելի կարևոր թեմաներ կան։ Երեք, եթե հիշում եք, ես անդրադարձա արևմտյան թեմի, ամերիկյան արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանին։ Այսօր հետևանքները լսենք։ Evange. Ինչու մեկը Գայանե Ասլամազյանին խնդրեց որ հիմա չխանգարի, բայց ամենայնիվ հարցը հնչել է, հա։ Սա Հովնան եպիսկոպոսն էր, ինքը մասնակցում է ինչ որ հրավիրյալներով պատարակ կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող փոքրիկ հայկական եկեղեցում։ Բոլոր այցելուները եղել են բացառապես իր ծանոթները։ Բնականաբար, որովհետև երեկվա այդ բացահայտումներից հետո իմ ջերմոցն մի փոքրիկ վլիպակ կար, որ ես ասեցի իրան Բեյրութում սեռական հարաբերությունների վրա բռնել են 12 տարեկանում, 12 չէ, 17 պատանի հասակում արդեն ինքը ցուցաբերվել է որպես պասիվ ալբամոն։ Այսօր հավաքվել են փոքր, նեղ կռուգով, իրենք իրանցով։ Եվ Գայանե Ասլամազյանն արդեն է ունեցել հարցնելու հետաքրքրելով, որ ձեզ գովանցնում է եկեղեցու բռնազավթումը, հա։ Իհարկե դրան ոչ մի պատասխան չի տվել Հովնան Սրբազանը։ Նաև հարցրել է, ձեր եղբայրներին բանտարկում են, դուք ասելիք ունեք, էլի ոչ մի ռեակցիա չի տվել։ Ինչ ռեակցիա պետք է տա մի մարդ, որը համաձայնվել է լինի եկեղեցու պղծողների շարքում առաջինը, հավակնելով, որ նա կարող է լինի հայոց հայրապետ։ Ես պետք է իր տրամադրությունը գցեմ Նիկոլիներ հետը։ Հայերը համաձայն են ունենալ հայոց հայրապետ, եթե նա ունենա 5 կին, 10 երեխա։ Չափազանցնում եմ։ Բայց երբեք չեն կարող հայերը պատկերացնել, որ իրենց կաթողիկոսը պիտի լինի ալբամոն։ Այդ մեկը հայ տղամարդը պատրաստ չի ընդունելու, հայ մարդը պատրաստ չի ընդունելու։ Մենք սովոր ենք աչքներս փակենք դելա, երեխա ունի, մարդ չի սպանել։ Այլև մի երեխա ունի ընդհանրապես։ Հա։ Բայց այս դեպքը բացարձակապես ընդունելի չի։ Եվ հետաքրքիրն է, որ ինքը եղել է մի բան, ես ասեմ, որ եկեղեցում է եղել սա Նորթ Հոլիվուդում Սուտ Ռևոնդիաց հայկական եկեղեցում։ Ես այսօր մի զանգ ստացա, որտեղ ասում են, որ այս Սուտ Ռևոնդ եկեղեցու նկուղում կասկածելի միջոցառումներ են իրականացվում։ Ոչ կրոնական։ Ես հիմա չեմ ասի ինչ, որպեսզի չլինի, որ ես մեկ ինֆորմացիոն կենտրոնի ասացի վրա եզրակացություն եմ անում են վերջնական։ Եթե մեկը գիտի տեղյակ է, իրոք այս Սուտ Ռևոնդիաց եկեղեցու նկուղում ինչ ոչ լեգալ միջոցառումներ են իրականացնում, խնդրում եմ գրեք ինձ։ Ես կհամաձայնեմ փաստերը, երբ որ դրան կհամընկնի, այն ժամանակ կասեմ, որ խնդրեմ։ Սա արդյունքում սա ասեկոսե չէր, եթե տարբեր տեղերից նույն բանն են ասում, ուրեմն ամենահամանականությամբ
Սա ճիշտ է։ Գնանք առաջ։ Այսօր պատատակի ժամանակ նկատել են Ամերիկայից ժամանած եւս մեկ աջակցի։ Հետաքրքիր է, որ այս ամեն ինչում ամենաշատ ակտիվը ամերիկյան կողմն է։ Նայն գուցե դուք էլ ճանաչեք ով է։ Այո։ Սա հայտնի կյանքի խոսք աղանդի ղեկավար Արտուր Սիմոնյանն է։ Եթե դուք հիշում եք, մենք մի անգամ չի որ անդրադարձել ենք կյանքի խոսքին։ Եվ այս ամեն անգամ աշխատել եմ շատ սահուն անցնել այդ թեմայի վրայով եւ միշտ դեմ եմ եղել, որ ցանկացած կուսակցություն եմ ասում, այլ ինքնիազերով էլի կուսակցություն է, էլի։ Ցանկացած կրոնական ուղղություն, որ որակվի որպես աղանդ, նույնիսկ ես այդքան նրբանկատ եմ եղել կյանքի խոսքի նկատմամբ, բայց մի քիչ շատ չեք դուք ոտքի տակ ընկած, ընկեր Արտուր Սիմոնյան։ Ես չեմ ուզում ոչ մեկի վիրավորել մանավանդ կյանքի խոսքից, որովհետև ես կարծում եմ ամեն մարդ կարող հետևի երկրպագի ում ինքը ուզում է, նույնիսկ Փաշինյան Նիկոլին, եթե դա իր սրբերի մասի պատկերացումների մեջ մտնում է։ Ինձ համար միևնույն է։ Բայց երբ որ նկատում եմ այս Արտուր Սիմոնյանը, չեմ ասում կյանքի խոսքը, հա, կոնկրետ այս մարդը, ինչ որ անընդհատ այս process-ների մեջ է, անընդհատ։ Եվ այսօր էլ ինքը ներկայ է գտնվում որպես կրոնական առաջնորդ, ինչ որ կազմակերպության, չասեմ աղանդ, որ ոչ մեկի բանը սրբությունը չվիրավորեմ, հա, կրոնական առաջնորդ Ամերիկայից եկել է, էլի Փաշինյան Նիկոլի կողքն է, ու ներկայ է գտնվում չարտոնված, օրենքով արգելված պատարագի, եթե կարելի է դրանց ասել պատարագի, մենք բոլորս գիտենք, չէ՞, որ դա ոնց է իրականացվել, սա օրենքի խախտում է։ Հայաստանի օրենքներով Հայաստանի վարչապետը հանցագործ է։ Նա զրկել է մարդկանց իրենց սեփականության իրավունքից։ Զրկել է ու միջամտել է հայ առաքելական եկեղեցու գործերին, որով սահմանադրությամբ ինքը իրավունք չունի, կապ չունի, մազերը վատ վաքսած, խոշոր երջերավորը դրա մասին ինչ կապ ունի, ինչ կարծիք ունի, դա ընդհանրապես կապ չունի, հա, ինքը չի կարող ընդհանրապես նույնիսկ կարծիք ունենալ, ինքը կարող է բացառապես տալ ցուցմունք, այդ ցուցմունքն նա իրավունք ունի տալ, բայց ոչ երբեք կարծիք ունենալ, հա, եւ տեսեք, փաստորեն, կյանքի խոսքի Արտուր Սիմոնյանը կրկին Փաշինյան Նիկոլի կողմն է, հանցագործության վայրում լինելով կրոնական առաջնորդ։ Ես հիմա ուզում եմ խոսքս ուղղել, խնդրում եմ այս տեսանյութը փոխանցեք Լոս Անջելեսում մանավանդ ապրող մեր բոլոր ընկերներին, ովքեր այս կրոնական ուղղության անդամներն են։ Չեմ ասում աղանդ, որ նույնիսկ դուք չնեղվեք։ Ամենայն հարգանքով ձեր ընտրած ուղղության եւ հավատքի վերաբերյալ։ Դուք հաշիվ չունեք այս մարդուց պահանջում։ Ինքը փաստացի ձեր ղեկավարը, ձեր ղեկավար չասեմ, ես նույն չգիտեմ ինքը ձեր ովն է, ուսուցիչն է, ով է, դուք իրան ոնց եք ուզում ասեք, դա դուք գիտեք, հա, ասում եմ, ձեր ներկայացուցիչը Բարսագույն մասնակցում է հանցագործության Հայաստանում։ Դուք համաձայն եք, դուք սրան աջակցում եք, որովհետև դուք չեք կարող լռել, դուք չեք կարող պատասխանատվություն չկիսել իր հետ։ Սա ուղղակի հասարակ անցողիկ մարդ չի, հա, որ դուք ասեք դե լավ, հիմա մերից մեկը ինքը ազատ է ինչ ուզենա անելու։ Ոչ, ինքը ազատ չի մասնակցել հանցագործության, հետո գա ձեր մոտ բացի սուրբ գիրքը եւ ձեզ սովորացնի ինչպես է պետք ապրել։ Օրինակ դա նոնսենս է, ոնց կարող է հանցագործը, որը հենց նոր մասնակցում էր միտեղ այլ եկեղեցու պրծման արարողությանը, գա ու ձեզ սովորացնի ցույց տա կյանքի խոսքը ինչի մասին է, սրա մասին է, պրծելու մասին է, այլ եկեղեցին։ Ես չեմ ասում գերագույն գլխավոր եկեղեցի չնայած այդպես էլ կա, բայց այլ կրոնական ուղղություն ձեր համար։ Իր նկատմամբ իրականացվող հանցագործությանը դուք մասնակից եք փաստորեն։ Ես կարող եմ ընդունել, եթե դուք չեք դատապարտի իրան, որ դուք բոլորդ մասնակից եք հայ առաքելական եկեղեցու ապամոնտաժմանը,
քանդմանը, տեքստերի փոփոխմանը եւ ընդհանրապես արարողության փոփոխմանը ես նույն կերպ կդատապարտեի, եթե ցանկացած քահանա կամ եպիսկոպոս գալ մտներ ձեր եկեղեցի, ձեր տարածք եւ փորձեր ձեզ խանգարել անցկացնել այն ռիտուալները կրոնական, որոնք դուք անցկացնում եք։ Ես նույն կերպ կդատապարտեի։ Հիմա ես կարող եմ ակնկալել ձեր դատապարտումը, ընդ որում հանրային, որտեղ ես հանրային եմ արցանցացնում։ Սա խնդրում եմ փոխանցել բոլորին, ովքեր ապրում են տարածքում։ Մի մասին հաստատ ես ճանաչում եմ, վստահ եղեք, իրենք ինձ են ճանաչում, որտեղ անուններով գիտեմ ընդեղ ովքեր են այդ կազմակերպության անդամ, հետևորդներ, իրանք պետք է պատասխանը տան։ Ես չեմ ասում դուք իր համար պատասխանատու եք, բայց պատասխանատու եք։ Ես ասում, հանրային քննարկումը, ես հանրային բացատրություն եմ պահանջում եւ դատապարտում, եթե համաձայն չեք։ Որտեղ ցանկացած լռություն ինձ արդեն բերելու է այլ եզրակացության, բայց ես հիմա չեմ ուզում առաջ ընկնեմ, սպասում եմ ձեր արձագանքին, որ դուք ապացուցեք, որ դուք ընդհանրապես կրոնական ուղղություն եք եւ դուք դատապարտում եք ցանկացած ոտնձգություն, ցանկացած կրոնական կազմակերպության գործունեության մեջ միջամտությունը։ Խնդրեմ, ապացուցեք, ես էլ շարունակեմ հարգանքով վերաբերվել ձեզ։ Ես կսպասեմ 1-2 օր։ Այս տեսարանն եմ ուզում դուք նայեք։ Բադարակա։ Բադարակա սա։ Հասկացաք, մոտապես պատկերացրեցիք հարգելի կյանքի խոսքի անդամներ։ Եվ ընդհանրապես բոլոր դիտորդներ, Նիկոլի սիրող, չսիրող, մենք արդեն ուր ենք հասել։ Այս եկեղեցին սենց բան չի տեսել։ Սովետական շրջանում նույնիսկ սենց բան չի եղել։ Հիմա փաստորեն Փաշինյան Նիկոլը բացառապես պիտի այս Ենիչերիների բերի պաստորականացնի կողքը, որ այն հայտնի հայացքով ինքը գնա իրեն անվտանգ զգալու համար։ Հասկանու եք, հետնել բերելով շրջիկ քահանա, որը փախնում է ուղակի լրագրողներից։ Տխուր ձևով։ Մենք իհարկե դրա մասին կանադառնանք, բայց ես ուզում եմ Նիկոլի այդ խազագիրը ստորագրած, մենք այդ խոսացինք 3 քահանայի մասին, չէ՞ առնվազն։ Վիրահայության նախկին այդ Միրզախանյանի Աբովյանի այդ քահանայի մասին, որը Ագիշնի հերն է, մի խոսքով Կաճոյանի մասին, որոնք այսօր երջանիկ եկեղեցի են մաքրում։ Հիմա այդ ցուցակում կար Աբրահամ Տեր Մկրտչյան անունով էլի եպիսկոպոս, որը փաստորեն ինքը հանդիսանում է Վայոց ձորի գլխավորը, հա, Վայոց ձորի։ Խնդրեմ սա, այսա նայեք, ու մասին է խոսքը։ Սա ինքը Փարեն Սրբազանի հետ է, ես սարդ ունեցել եմ շփվելու Փարեն Սրբազանի, դեռ որ երիտասարդ է, ինչ-որ ծրագրեր էինք իրականացնում, ուզում էի ամեն դեպս իմ կոլեկտիվով, իմ նվագախմբով, երգչախմբով ինչ-որ բաներ անենք, այդ ժամանակից ճանաչում եմ Փարեն Սրբազանին, բայց կողքինը հենց Աբրահամն է, Տեր Աբրահամ Մկրտչյանը, որը օլիգարխ, հեկերի սեփականատեր, եւ սա ամենամեծ մեղքը չի բնականաբար։ Երիտասարդը, որ ինձ զանգել էր այսօր, պատմեց մի դեպք, որը տեղի ունեցել 1997 թվականին, երբ որ Տեր Աբրահամյանը այդ ժամանակ 35 տարեկան էր։ Տեր Աբրահամը, հա, Մկրտչյան, 35 տարեկան, որը գայթակղել է 17 տարեկան աղջկա, որի սիրահարված է այդ երիտասարդը։ Մի խոսքով, այդ տարիներին, վատ տարիներին իհարկե, փողով, նվերներով, գայթակղելով կործանում այդ աղջկա ճակատագիրը։ Որի արդյունքում այդ երիտասարդը անզորությունից իհարկե ասում այն ժամանակ ինքը գազ 31-10 էր քշում, երևի ով եղել է այդ վատ տարիների, կհիշի, որ դա այդ ժամանակվա Մերսեդեսն էր։ Ինքը անզորությունից իհարկե կոտրում է այդ մեքենայի ապակիները, հա։ Հիմա չգիտեմ պատիժ եղել է դրա համար չէ, բայց այս կարգի մանրամասներ կա։ Միա սրան հարցրեք, ինչ եղավ այդ 17 տարեկան աղջնակի ճակատագիրը։ Ու ասում է, որ այդ աղջնակը միակը չի եղել իր այս ավարի մեջ, այդ ժամանակվա այդ հարցերը լուծողը չուզողների հետ, ընկերների հետ, աղջիկների,
Կար ինչ-որ գևորգ, որ իր ախրանիկներ, որ հետո ման էր գալի, օլիգարխի։ Եթե հանկարծ Տեր Աբրահամ Մկրտչյանը կասի նման բան չի եղել, ես աղջկա անուն ազգանուններ ունեմ, մնացած մանրամասներներ ունեմ։ Ես հիմա չեմ մտնում այդ դաշտ։ Ոգի իմացեք, այդ ստորագրած ցուցակի մեջ ում ինչ վրա գործեր կա, եւ մոտավորապես ինչերի համար սրանք կարող էին մտնել այդ ցուցակի մեջ։ Ով եղել է ցուցակի մեջ, ես բոլորի վերաբերյալ իրաց անցյալով, ներկայով դել եմ մանրամասներ, որ ես ցույց տամ ԱԱԾ-ն ինչ մեղադրանքներ ունի սրանց վրա, որ ականջներից բռնել է, ստորագրել է տպել այդ ղազագիրը։ Եվ այսպես փրկում ենք նաև սրանով Աբրահամ Մկրտչյանին, որովհետև եթե մի բանի մասին գիտեն բոլորը, դա այլևս չի կարող օգտագործվել ձեր դեմ։ ԱԱԾ-ին զրկում ենք այդ գործիքից օգտագործող ձեր նկատմամբ։ Իսկ եթե այլ գործիքներ կան, որոնք մենք դեռ չգիտենք օգտագործում են, դուք հանգիստ կարող եք ասել ինձ, ես դա կհրապարակեմ եւ ԱԱԾ-ն կմնա ձեռնունայն ձեր նկատմամբ։ Այս ինչ որ կատարվում է, ընկեր պիղծեր, սա հաճույքից չի, որ արվում է։ Սա ինքնապաշտպանություն է մեզ համար, հայերիս համար, մեր ինքնությունը եւ սրբությունները պաշտպանելու համար է ձեր նման պիղծերից։ Բարձա։ Հիմա գնանք առաջ։ Սրանք այն փնթիներն էին, որոնք սկսեցին քայլել Գյումրիից ընդամենը 7 տարի առաջ։ Այդ փնթիներն են, այսօր այդ փնթիները այս մարդկանց այս զինվորների sense ահարկու տեսարանների շնորհիվ են գալիս Գյումրի։ Այս փնթիները, այո։ Ու բացի որ դրանք այս կարգի փնթի են, սա էլ արդեն իրենց ավտոպարկն է, որի համար վճարում է Փաշինյան Նիկոլի ասած հերոս հարկատուն։ Հիմա հասկանում եք ինչի է հարկատուն հերոս։ Հարկատուն հերոս է, էլի, բա հերոս չլիներ, այս բոմժերի համար sense կվճարեր։ Այս վարժեցած կապիկները ինչպես պետքա գային հասնեին ստեղ իրանց ուժերով կա մեկը որ դրան հավատում է սա նայենք զտալյուն նիկոլականներն են նայեք այնի սարիգնա ես էլ մնացած նիկոլականներն են այն էլ հայտնի որ ասում էր թող պատերազմ լինի, թող բոլորը քրքրվեն, այն Արարատյան դաշտի հայտնի Ալբամոլն է։ Բոլորն են, բայց զգացել եք, որ դրանք ոնց որ նույն տաշտից, նույն տեղից լսած լինեն, բոլորը։ Հարձակվել են հոգևորականի վրա։ Քեզեր է թողտվել գալուց համար։ Հավաքեք դրան մեղք է դուք եք գրիվը կործավելու։ Ուրեմն բարի, Հիսուսը մտավ տասարելու, նրանք ովքեր պեցել են հանոստուս, վրա։ Ու ես կան, ասպաս թող բերի քով դեմը։ Ես եմ ասել կշիվա։ Շիրակի թեմից սրբագործման ինչ-որ արարողություն է լինել։ Նախատեսում Բանը կա հիմա չեմ կարող ասել։ Դե նշանով էր այստեղ պատարակը։ Մարտագործում մենք չէ որ դանենք, մեր եպիսկոպոսները դանենք։ Դե նշան այստեղ ով էր պատարակիչը հիմնական։ Այստեղի Մկրտիչ Քահանա Մուշաջյան Արմավիրի թեմից Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան։ Նույն հարցը տվեցին, դա բաներ կա, որ հիմա չեմ կարող ասել, լավ։ Լավ, ուղղակի ասեմ։ Վերջին որոշումը կայացվել, այդ պիղծերի հեռանալուց հետո օծել, մաքրել եկեղեցին։ Օծել կրկին, sense աղոթել, խունկ վառել, միջելոց ես եմ տանը բաներն, երբ որ տրամադրությունը զվատ է լինում, հետո շատ եմ բարկանում, նեղված եմ լինում, խունկ ունեմ տանը։ Խունկ ենք սախում։ Աղոթք ենք ասում։
մաքրեք ձեր։ Հիմա այս քահանաները սրանց գնալուց հետո թող Նիկոլը դա էլ իմանա։ Ձեր ներկայությունը ազատվելուց հետո մաքրել են եկեղեցի։ Դա ասում ես հարթումը սկսելուց առաջ իմ մոտ բացարձակապես բան չկար, ընկճվածության զգացում չկար։ Մանավանդ ես ասում եմ, ես նմանացեցի ինչի էր նման սրանց արկածները։ Սա էր, մտան ու չհասցրեցին դուրս գան, խայտարակեղան մնացին։ Չեք անելու, հիմա վերադառնում եք, Մենք դիտում ենք եկեղեցի կանք, ինչ կանենք, մեր եկեղեցին է։ Ուժով կատարված պատարակը պատարակ չէ։ Բիրտ ուժով արված պատարակը պատարակ չէ։ Ուրիշի կանոնի եւ վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է։ Լավ Լսեցիք կյանքի խոսքի ընկերներ։ Սա նզովքի բան է։ Նզովքի ու դուք կամա թե ակամա, ես չգիտեմ, որքանն են ուրախացած այս միջադեպը, որքանն են իրոք հավատացել, որ հասկացել են, որ չի կարելի, սա նզովքին հավասար բան էր։ Որ ձեր ղեկավարը թույլ է տվել։ Ձեզանից է կախված։ Սրանից հետո ես ոնց կվերաբերվեմ, մասնավորապես ձեզ եւ արդեն դիագնոզը կա ով է ձեր ղեկավարը։ Չարիքի մասնակից։ Ների ծառա։ Ուզեք նեղացեք, ուզեք մի նեղացեք, մասնա գիտակցաբար 7 տարի է ներկայա ների բոլոր գործողություններին եւ այսօր թույլ տվեց իրան ամենաանթույլատրելին։ Ամենա լինելով այլ կրոնական կազմակերպության ղեկավար, ինքը ներկա էր այլ կրոնական կազմակերպության նվաստացմանը, այդ հանցագործությանը եւ արժանիա նզովքի։ Ու ես իհարկե չեմ կարող նզովել, բայց ինքը իմ համար արդեն նզովյալ է, ինքը իմ համար ների գործիք ու աջակից է։ Հետևաբար նրանք, ովքեր իրան լուրջ են ընդունում, գալիս են կանգնում են նույն կատեգորիայի վրա, բայց դուք պետք է անեք ձեր եզրակացությունը։ Էվեն մարդիկ, ովքեր որ չհասկանալով թե պատարակը սուրբ հաղորդության մոդենալը ապաշխարությամբ, առանց ապաշխարության լկտիաբար մոդեցողները մեր բոլոր եկեղեցու կանոններով, մեր հայրերի ասածներով արժանի են նզովքի եւ իրենց անարժանորեն մոդենալով հաղորդությանը, իսկ որ իրենք այդպես են, իրենք դատապարտում են իրանց։ Դրա համար իրանց մոտ կա անպտղություն, դրա համար կա իրենց մոտ մարտարաժամեր, դրա համար կլինի շատ բաներ, որ կտեսնեք սրանից հետո։ Դե չեմ էլ կասկածում, որ դա լինելու է։ Հենց նայեք, այս տեսօր։ Այսքան զորք, այսքան մարդ Երևանից վերցնել, տանել, ասում եք, այս պետության փողերը ինչի վրա է ծախսվում։ Ինչի վրա է մսխվում այս ամեն ինչը։ Սրանք Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության տակ էին պահում լրագրողներին։ Ես Կալայի լրագրողը ստիպված էի հաղթահարել մի քանի պատնեշ։ Դա գալան է։ Նայ, սա եզրին է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցս, թե կեց է ազատ ու երջանիկ Հայաստան ասելով այս Հայաստաննի նկատի ուներ, նա բնականաբար չարձագանքեց, տեսնելով, թե ինչպես են թիկնապահները խոչընդոտում լրագրողների աշխատանքը, նրանց հնարավորինս հեռու։ Նորից ձեզ ուշադրություն հրավիրեմ ների հոգեվիճակի վրա։ Նա նույնիսկ գետնից աշկերը չի բարձրացնում։ Դե կողքի դիակը ինքը խնդիր չունի, ինքը չի հասկանում, նույնիսկ ուղեղը չի հերիքում, որ հասկանա ինքը ինչ է անում։ Դուք պատկերացնում եք։ Կողքի դիակը, այն որ մեռելները սելֆի անում։ Է պատկերացեք դրա ուղեղի ինտելեկտի պաշարը, ինքը հպարտակ է, ինքը նույնիսկ չգիտի ինքը ինչի է մասնակից լինում։ Չի հասկանում նույնիսկ ինքը ինչի է մասնակից լինում։ Իսկ ները մնացած քպեականների դիակներ են։ Դիակները, որոնք հասկանում են օրեկան կարմիր գիծա, որ սրանք անցնում են։ Կարմիր գիծա, որ խախտում, ծբխում են եւ նույնիսկ ամենանեյտրալ, բայց մի քիչ աստվածավախ կամ բարոյական մարդը չի կարող սրանից հետո սա մասին լավ բան ասել։ Իրանք զրկում են, ասենք բարի ես չեմ պատկերացնում, ասենք Ստեփան Գրիգորյան, ինքը ո՞նց է կարողանալու սրա մասին խոսել որպես քաղաքական գործիչ։ Կամ այս ամբողջ այս կապիկությունը ցուցադրել որպես պայքար Ռուսաստանի դեմ։ Այս հիմարություններն են ասում են։
Պայքար ռուսական ագենտուրայի դեմ։ Ռուսական ագենտուրային ձերբակալում են տխմարներ, կոնկրետ մեղադրանքներով։ Ոչ թե գնում են պղծում են, փակում են եկեղեցիները, շրջի քահանային հետման տալիս։ Հա, որ հրճում են գլուխը կախ մանգան։ Եթե դու ես երկրի ղեկավարն ես ու ստիպված դու պետք է հազարներով հետ մարդ մանտաս, նշանակում է դու ես երկրի ղեկավարը չես, դու օկուպանտ, օկուպացիոն ռեժիմի ուղղակի ղեկավարն ես այդ պահին։ Մեսանայք Դեռ 8 ամիս առաջ էր իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը տեսանյութ հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկաններն իր պաշտպանյալին պառկեցրել գետնին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու այտը, փորձել ձեռնաշղթա հագցնել։ Հասկանում եք չէ՞ որ սա ինքը ինչի վերածել է այդ ոստիկանական համակարգը, սա է որ 8 ամիս ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխան չի տվել, որ պետք եղած ժամանակ այսպես գան կանգնեն իրեն պաշտպան։ Իսկույն որ պետք եղած ժամանակ սա անի։ Հիմա այս հատվածները բոլոր վստահ են, որ իրենք ցանկացած ժամանակ ոտով, ձեռով, ինչով ասես կարող են կանգնել, ում վզին ասես, իրանց նկատմամբ ոչ մի քրական գործ չի հարուցվելու։ Ինչպես չի հարուցվել։ Գալիս է, դուք չեք հասկանում, մենք գալիս էինք։ Թեև քննչական կոմիտեում քրեական գործ Այս մարդկանց մենակ այս հավաքվածներին, այս որակի մարդկանց մենակ մի բան է հետաքրքիր, որքանով են իրանք պաշտպանված շեֆի կողմից, բայց իրենք չեն հասկանում ամենակարևոր բանը։ Նույնիսկ Վահագն Խաչատրյանի նման ուղեղները չի երիկում հասկանալու համար մի պարզ բան, որ այդ շեֆերը իրենց պատկերացած հավերժ չեն։ Ճիշտ է ինքը դրել է, ասենք, Տրթատ Փաշինյանի տեղ իրեն, բայց ինքը հայոց թագավորը չի։ Ինքը անմահ չի, եւ ինքը չի կարող ձեզ հետը փախցնել իր օթանավով, եթե պետք եղավ, հա։ Ինքը չի կարող ձեզ փրկել այն դատաստանից, որ ձեզ սպասվում է, այն դժբախտություններից, որ անպայման ձեր հետ պատահելու է։ Չի կարող ուղղակի։ Ընթացքում իրենց տանը հասցրել են անգամ սուրճ խմել, մինչ ամուսինը պատրաստվել է նրանց հետ ոստիկանություն գնալ։ Հարցնում է, ինչպես է հրաժարվել։ Պահանջում է, որ ոստիկաններից բացի պատասխանատվության ենթարկվի նաև ամուսնուն բերման ենթարկելու որոշում կայացրած քննիչը, որը կնոջ պնդմամբ մի քանի անգամ իր ոտքով բաժին ներկայացած ամուսնուն չի ընդունել, բայց հետո բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Երկու աշխատող մեր տանը եկել են, նստել են, սուրճ են հյուրասիրել, բավականին երկար ժամանակ նստեցին։ Այս դեպքից ամիսներ անց Սերգեյ Աբրահամյանը, այլ գործով, որն առնչվում է իր եղբորը, հայտնվում է կրկին նույն քննիչի տեսադաշտում։ Ըստ մեղադրանքի Սերգեյ Աբրահամյանը հայհոյել է քննիչին, հարձակվել նրա վրա ու անգամ հերթապահ մասի աշխատակցի ձեռքը կծել։ Կինը պնդում է, ամուսինը նախ կծել չէր կարող։ Ատամները հեռացված արմատներն են միայն տեղադրված։ Դիմացինները քաշված են, վերևի ատամնաշարը։ Ու այնպեսի ցավերի մեջ է, որ ես իրան յոգուրտի նման պյուրեներ էի պատրաստում, որ կարողանար ուտել օրինակ մի քանի անգամ ցավազրկող աշխամ։ Դա նրա Պատկերացնում կծելու մեջ, հարձակվելու մեջ մեղադրում են մարդուն, որ նույնիսկ ատամ չունի դա իրականացնելու համար։ Մարդիկ, որ այս մարդկանց տանը նստել սուրճ են խմել, հյուրասիրվել են, կանչել են ինք իրան ոտով գնացել է, բայց եկել են չէ, նկարելու համար ծեծել են, ջարդել են, վերջում ուրիշ գործով էլ հայտնվել է իրանց ձեռքում։ Ու այն գործը, որ 8 ամիս քննվում էր իրենց նկատմամբ, ոչ մի բան չի եղել, երկու օրվա մեջ այս մարդու նկատմամբ իրական գործ են անցել։ Ձեզ ի՞նչ է թվում, տղեկ, որ մի օր դուք ես մարդու տեղը չեք հայտնվելու։ Չէ՞ որ դուք այսօր տեսնում եք, չէ՞, նստածների մեջ նախկին ոստիկաններ էլ կան, նախկին իշխանավորներ էլ կան։ Այս ճակատագիր, այսինքն անիվի նման պատտվում է ախր է։ Վերադառնալով մեր սրվա թեմային, էլի, նայեք այս տեսարանը։ Այս Վլադիմիր Վարդանյանի կերպարը նայեք։ Ասել են ծնկաչոկել է, բայց ձեռները գրպան ու զարմացած նայում են ներին, թե դու ինչ ես այս վիճակում։ Իսկ գլխավերևում նայեք ովքեր են կանգնած։ Ոչ միայն թիկնապաները։ Սա էլի դիակապաշտ, դիակների հետ սելֆի անող, ոչինչ չհասկացող կատեգորիկ անմեղսունակ կատարյալ Վահագն Խաչատրյանն։ Նույն Վահագն Խաչատրյանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ծառան է դեռ 90-ականներից։ Աշխարհի լուրերը նայում ես Պուտին ասում է Զելենսկին Եվրոպայի հետ կապ ունի, Տրամպն ասում է Ամերիկան աշխարհի ամենահզոր բանակն ունի, Իսրայելի վարչապետը ասում է Պարսկաստան միջուկային զենք ունի։ Դա մեր վարչապետն ասում է, որ սրբազան է երեխան։
Սա ինչ եմ ցույց տալի։ Մենք ոչ շատ ենք խոսում, ովքեր են այսօր աջակցում Փաշինյան Նիկոլին, ովքեր են սիրում Փաշինյան Նիկոլին, ովքեր են ընտրելու Փաշինյան Նիկոլին։ Ես միշտ ասում եմ, որ երիտասարդությունը, որ այսօր ոչ միտեղ համարյա չի երևում, ակտիվ չի։ Ինք իր հետաքրքրություններն ունի եւ ինֆորմացիոն աղբյուրներն ունի, որը որ նույնը չի։ Օրինակ իմ դիտորների, ալիքը դիտորների մեջ այն միջոցով ես մոռացա ասեի, անպայման բաժանորդագրեք, եթե բաժանորդագրված չեք, եւ տարածեք, շնորհակալ եմ։ Այս ալիքը դիտորների մեջ, եթե ասեմ երիտասարդ միջև 40-45 տարեկան երիտասարդները մոտավորապես 40%-ն են, որը շատ լավ թիվ է, ինքը վատ թիվ չի, 40%-ը, բայց ես կուզենայի ավելի շատ լինել։ Ոչ թե ես չեմ գնահատում տարեց մարդկանց դիտելը, ոչ, երբ որ տեղեկացված են առավել եւս երիտասարդները, փոս դուրս են գալիս երիտասարդները, ապստամբում են երիտասարդները, վերջիվերջո իրանք են ավելի շատ ակտիվ հասարակական քաղաքական դաշտում։ Շատ կարևոր սեգմենտ են։ Իհարկե բարձր գնահատելով նաև 45-ից մինչև 100 տարեկան իմ բարեկամներին, որ նայում են այս ալիքները։ Հիմա վերադառնանք երիտասարդներին։ Երիտասարդները մոտավորապես սպառում են այս կարգի կոնտենտներ, որտեղ ասենք սուր քննադատություն չի, ոնց որ իմ կողմից է, փաստերը չի, այլ ձև է, որ աշխարհը լուրջ հարցերից է խոսում, որ էսա դերն Հայաստանի վարչապետը խոսում է մասին, թե ինչ ունի, ասենք Հայաստանի կաթողիկոսը, ընդ որում խոսում են նրա մարդիկ, այն մարդիկ, որ իրենք էլ ունեն զավակներ, մասնավորապես այն Քարամյանի հետ, մեկ էլ նախկին վիրահայ Միրզախանյանը, մի խոսքով Վազգեն Միրզախանյանը, երկուսն զավակներ ունեն, բայց չգիտես ինչի նրանց կարելի է, ասենք կաթողիկոսին չի կարելի, բայց բոլորն են կուսակրոն են, ի պաշտոն են։ Այսօր Գյումրիում շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, սա եմ ուզում նայեք։ Ու միանգամից սա Ռուբենն է, շնորհակալություն Ռուբենին, ազգային ճշնամական տեսփային չեմ հիշում։ Ազատություն սերբազանների! Ազատություն սերբազանների! Ազատություն սերբազանների! Ենթադրյալ վարչական իրավախախտման գործիք հանդիսացող իր առընթան մենք կվերցնենք մեզ մոտ։ Ինձ ասում իրավախախտում։ Ի՞նչն է դե իրավախախտում։ Այդ տգետ։ Մենք իրավունքի երկնում, որ ապրենք, դու վաղվանից գործի չէիր կարող գնալ, դու ոչ միայն գործի չէիր կարող գնալ, դու ներտուգանքներ կվճարեիր Ռուբենին։ Բայց լսենք։ Համապատասխան վարչության ավարտը։ Իմ հզոր համայն քննադատություն։ Այո, ձեր թույլտվությամբ, ձեր իմացությամբ էս ամեն ինչ տեղ ունեցել։ Դու ճիշտ է։ Իմ անմիջական մասնակցությամբ ես։ Հասկանալի։ Մասնավորի։ Անձը ունենք իմ ասած մոդելա փաթեթը մենք կամատուսան եւ նայում ասում, հասկանալի գերենք էս Սրանք սիրով նախապատրաստում են մոլաների մուտքը իրենց տուն։ Իրենց տուն։ Ոչ թե տարածք, իրենց տուն, որովհետեւ մոլաները, ես ասում մոլա իր նախինել հետնա։ Իրենք չեն գալու ձեր հետ ապրելու, իրենք գալու են ձեր տանը ապրելու, ձեր տեղը ապրելու։ Դուք էլ, եթե ասենք շատ ուզենաք, կարող է թողեն դուք իրենց ծառայեք։ Տղամարդիկ էլ իրենց ծառայելու բան կունենան, որովհետև իրանք սիրում են տղամարդկանց։ Նաև տղամարդկանց։ Այս մարդիկ ձգտում են դրան։ Օր առաջ մոլաներին բերեն մտցնեն իրենց տաներում։ Տեսնես իրենց տանեցիք, տեղյակ են դրա մասին։ Այն մեսը հանդիպ, Թղթեր բերեք ժողովուրդ ջան։ կբերեք, մեկ րոպե, սա Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտների մասին օրենքի 172 մասով նախատեսված իրավախախտում է։ Հետո հասարակական վայրերն օգտագործելու կանոնին Այդ խնդրում եմ իրավաբաններին ցույց տալ մի կետ, որտեղ պլակատ կախելը վարչական իրավախախտում է։ Անդրես Ռուբեն ջան, հասկանում եք, Հայաստանում սրբազանների նկարը կախելը հանցագործություն է արդեն։
Ժորժան, բայց գիտեք ոնց է երկիրը կապիտուլացվում։ Հայաստանում եկեղեցու սրբազանների նկարակախելը հանցագործությունը։ Ես համատության մեջ ասեմ Դոդի Ալֆայդի երևի հիշում եք Դիանայի հակադուստը չէ մի խոսքով հագուի Դիանայի ամուսնուբանն էր ընկերը Դոդի Ալֆայդի հայրը հարուստ արաբ էր հենց մեծ սեփականություններ ուներ Լոնդոնում շատ հարուստ արաբ էր իր նկարը նույնիսկ Դոդի Ալֆայդի եւ Դիանայի մահից հետո իր նկարը կախված է Լոնդոնի կենտրոնում եւ ոչ մի ես որ տեսա այն ժամանակ իհարկե իմ համար անսովոր է տոլերանտ վիճակը էլի սովետական համակարգի ծնունդն են չէ մենք բոլորս մի դեպքում սպանում են Դիանային մյուս դեպքում Դիանայի ինգելոջ հայրը Լոնդոնում սեփականություններ ունի իր նկարն է պատի վրա իր սուպերմարկետին հիպերմարկետ ուներ մեծ նկարներ իր վրա նույնիսկ Լոնդոնում այդ մարդու նկարը կար Հայաստանում հայ հոգևորականի նկարը կախելը դա հանցագործություն է համարվում վաղը խաշելնել են անելու պատրաստ են Եվ այսպես հիմա ասում է եկել է ժամանակը որ մայր աթոռում պատարակ անցկացնենք սա ասում է մազերը ոչ հաջող վաքսած խոշոր երջերավորը հետաքրքիր բա ես մեռա ասելով ամառվանից ասում եմ արագացրեք մի ոտ առաջ գրոհեք էլի մի ոտ շուտ իրականացրեք Էշմիածնի զավթումը հա ես կոչ եմ անում արագ մի օր շուտ այն ժամանակ կտեսնեք արդեն այն ժամանակ կտեսնեք որը ոդից հետո է հա այն ժամանակ ամբողջ ոչ թե 2000 հոգին պետք է ամբողջ զորքը հայկական մոբիլիզացնեք երկու օր առաջ դատարկեք Էշմիածինը որտեղ դուք ձայն չեք ստացել իմ ջանոց դատարկեք այսպես դատարկեք փողոցները բան պատոհանները փակեք մեխեք բան լուկերը սասվար կանեք 2-3 օր առաջ լցնեք զորքը ամեն մի ծառի տակ ծառի վրա մի հատ ենիչերի կախեք որ Փաշինյան Նիկոլն է հա ջելոս պետք է գրավեք ամբողջ տարածքներ մտնեք ով ապրում է հա չի է շենքերում բոլորին վտարեք որ դուք կարողանաք մտնել մայր տաճար մոտարապես պատկերացրեցիք ինչ մասշտաբի օկուպացիա պետք է իրականացնեք օկուպացիա որ ոչ մեկ չի կարողացել իրականացնել դուք կնեք առաջինը բա սպասում ենք բա ինչի միջև մա չեք արել առաջի անգամ եք դրա մասին ասում մի 3-4 անգամ դրա մասին հայտարարել եք օրեք նույնիսկ նշանակել ամռանը բա ինչի միջև մա չեք արել աշներս ջուր կդրես դեկտեմբերը վերջացավ արդեն բարակացեք դե տեսնենք իսկան հարցին որ կճոյնան ձեզ հավատարմության խոստումա տվել այս տոպապուշը պատասխանում է որ մեր նպատակն այն է որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ որպեսզի եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ իրանք որոշել են ասպատակել բոլոր եկեղեցիները որպեսզի պետության գործերի մեջ չխառնվի եկեղեցին այս իդիոտին նորից բացատրեք ընտրական օրենսգիրքը դրեք սրա դեմը ես գիտեմ որ սա լավ չի կարդում կարդալ է չի սովորել այն մոտ տղեն հազիվ էլ սա լինի ասեք ոչ միայն Վարշավիլի փոխի վաքսատ փոխի տղա ջան նաև օրենսգիր կարդալ սովորի ընտրական օրենսգիր որ Հայաստանում ըստ ընտրական իրավունքի ընտրելու իրավունք ունեն բոլոր ՀՀ քաղաքացիները անկախ նրանից նրանք եկեղեցու ծառայեն թե ոչ հետևաբար եկեղեցում աշխատող ծառայող ցանկացած մեկը եթե նա ՀՀ քաղաքացի է իրավունք ունի մասնակցել ընտրություններին եւ դա արդեն քաղաքականությունը եւ դա արդեն միջամտություն է պետության կառավարման մեջ կարող եք բացատրել հա պետության գործեր
Այսինքն դու գնացել եք հանցագործությունների, որ ապացուցեք, որ եկեղեցին պետության գործերի իրավունք չունի խառնվել, հա, ընտրությունների գնալու իրավունք չունի, կարծիք հայտնելու իրավունք չունի։ Լավն է։ Նա դες բոմժինել նայեք։ Բարի լույս։ Որ եկեղեցում եք ծեսի մասնակցելու։ Ոչ մեկում հեթանոս էիք դուք։ Հա։ Զտալյուն քվայական։ Զտայ։ Ոկե եկել է։ Գլխականակա։ Ինքը զվով գալիս է բոլոր տեղերում։ Բոլոր տեղերը, այս վերջերս իրան բանում տեսանք, չէ՞, էշմիածնում տեսանք։ Գլխական իրանց համար դա նորմալ է, կողքինի հպարտությունը տեսնում եք։ Կողքինի հպարտ ժպիտը։ Իրանք ամոթ, որ հետո հաշիվ են տալու, այդ պատկերացումները չունեն, գիտեք ինչի։ Որովհետև մահճակալի տակ են մեծացել, սրանք չգիտեն, որ տղամարդը իր ապրասրանքով ինքը միշտ հաշվետու է։ Հաշվետու է իր ընտանիքի առաջ, հաշվետու է իր ընկերների առաջ, հաշվետու է իր շրջապատի առաջ, հաշվետու է բակում, որտեղ որ ինքը ապրում է, աշխատանքային միջավայրում, պատմության առաջ, լրագրողներ առաջ, ցանկացած մարդ առաջին հերթին ինքն իր առաջ, բայց սրանք ուրիշ կանոններով են մեծացել, սրանց համար կանոն չի եղել, եղել է մի հատ կանոն, պրծնել ուղղակի, այդ պահից էս պալաստալու կանոնն է եղել, ու դրա համար ամեն ստորության գնացել են, ու սա վերածվել է քաղաքականության, ու դա դարձել է պետական քաղաքականություն, այն ինչ որ մի քիչ տեսնում ենք։ Հոգեբանական աջակցություն ցուցաբերել իրենց հոգեբան պայքարը։ Իսկ դուք համարում եք, որ այսօր հոգևոր պայքարի օր է, թե Սա եկել է բարոյա հոգեբանական աջակցություն ցույց տալու իր աջակիցներին իրենց հոգևոր պայքարում։ Դուք պատկերացնում եք, հəլս դեմքերին եք, իրանք եկել են բարոյա հոգեբանական աջակցություն ցույց տալ։ Վայ եկել է տարել է նրան, պատկերացնում եք մարդ ինչ վիճակում պետք է լինի, որ սրանց բարոյա հոգեբանական աջակցության կարիքն ունի։ Թշնամուս չեմ ցանկանում, բայց Նիկոլ արժանի է, որ սրանք իրան բարոյա հոգեբանական աջակցություն ցույց տան, որովհետև ուրիշ ոչ մեկ ցույց չէ։ Հավատացեք, որ այս դեմքով մեկը իրոք սրանց բարոյա հոգեբանական աջակցության կարիքը կունենար։ Հաստատ այս դեմքով մեկը, այս դեմքերով մեկի բարոյա հոգեբանական կարիքը աջակցություն ունի, հաստատ 100%-ով չկասկած։ Կներեք, ես անդադ ստիպած եմ լինում անջատել այդ բաները, ես այնքան մեսիջներ եմ նամակներ եմ ստանում, ես չեմ հասցնում նույնիսկ անջատել, չեմ ասում կարդալու մասին, ու դրանք անընդհատ երևում են էկրանների վրա։ Լսենք մեր քույրիկը։ Մի կաշկին մարդ չկա մեջները, որին ուզում եք վերցրեք, եթե մի բաշճափետ, որին իրեն շրջապատի հարեմով, կնդան գեյոիներով, ինչ եք ուզում ես երկրից, սա Հայաստանի վերջն է, ժողովուրդ ուշք եկեք, ուշք եկեք, եկեղեցիները վաղերը դարձնեն մզգիթներ, ուշքի եկեք։ Հաստոն ձեզ չեն թողնում, մտնեք տեսնեք ինչ է կատարվում։ Չէ, ես չեմ ուզում, այդ կեղդի հետ մտնեմ նույն տեղը, ես չեմ ուզում պղձել։ Իրձը ինքն է ոտքից գլու աղանդավորը, կեղդը, երկիրս ես ինչ աշճանի հասցրավ։ Պարզապես զանան ես երկերի մեջ 1000 պլոճիկով տղամարդ չկտնվեց։ Ամոթ էլ է, ամոթ, երկիրը բարի է, կործանվում է։ Ինչ ուզում եք ասեք, Նիկոլ Փաշինյանը մեծ լավություն արեց նախ Գարեգինին։ Այս կարգի ռեյտինգ բարձրացնել Գարեգինին հնարավոր չէր։ Եթե մենք չիմանայինք ովքեր են կանգնած իրականում ների շուրջը, մենք չէինք կարող համատել Գարեգինի հետ։ Աջապահյանին, որ այսքան քննադատել են Բագրատ Սրբազանի հետ, էլիս այս համատության մեջ, այս երեքն են սուրբ երրորդության են նման։ Սուրբ երրորդություն, այս կարգի գովազդ անել Գարեգինին, այս կարգի PR անել եկեղեցուն, այս կարգի անջատել տիղմը մաքրուր ջրից, որ իրականացնում է Փաշինյան Նիկոլը, մենք չենք գնահատում, ճիշտ է, սա շատ թանկ ենք վճարում, շատ, բայց հասկացեք, որ ինքը շատ կարգին գործ անում, ինքը սենց ֆրալով ստեղծելով այս մագնիսական դաշտը, ներական մագնիսական դաշտը, իր նմաններին քաշում հավաքում է կողքը։ Մեզ վաղ ընդամենը մի բան է պետք լինել անելու։ Մեկ բան։ Ով տանը ունի ռոբոտ փոշեկուլ, ինքը գիտի, որ ինքը մի բան ունի անելու։
այդ հավաքած կեղտը դատարկել։ Ինքն արդեն ամեն ինչ արել է, պետքա այդ հավաքած կեղտը ժամանակ առ ժամանակ դատարկել։ Սա այն է, ինչ որ Փաշինյան Նիկոլն անում է։ Փաստորեն ինքը նման այն ռոբոտ փոշեկուլի նման է, որը ուղղակի մեր կամքից անկախ իր գործն անում։ Հավաքում է կեղտը իր շուրջ։ Վերջ։ Մեզ պետք է լինելու սենց այդ կեղտը լցնել աղբը։ Եվ կունենանք լրիվ մաքրված երկիր։ Իսկ մենք դեռ թերագնահատում ենք դրա։ Ժորժան, սա այդ Նիկոլա Մերձ հոգևորականներին է այս ամեցքն ու ամոթանքը Կոճոյանի գլխավորությամբ։ Կոճոյանի գողական Կոճոյանների, որ հանցագործների հետ էր տալիս առնում, միլիոնների գործարքներ էր անում, Տիգրան Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերի մեգերներ, որ գցեցին փայլակին, պատկերացնում եք, ինքը հիմա քայլում է Գյումրիով ու կողքից թքում մտում են։ Ստահ եմ ինքը ամենավատ երազում, ոչ ինքը, ոչ են կողքի օլիգարխները չեն պատկերացնի, որ օրը գալու է, իրենց առաջ խոնարհվելուց բացի, իրանք պետք է անիծեն, այո։ Երբ որ դու դառնում ես ների, պատրաստերի եւ դրան, ասեմ ավելին, պատրաստ եղիր եւ ավելին, որտեղ դա անխուսափելի է։ Դու մտել ես արդեն չարքի դաշտ, ոչ թե քո մենակ վարքով, բացահայտորեն, այսինքն, որովհետեւ միջև ես վերջերս քո մասին ով էր իջում, որ Կոճոյան, կամ այդ կողքին այդ մասին ով գիտեր։ Ով էր իջում ընդհանրապես դուք ում էիք պետք։ Բայց դուք ասեցիք, չէ, մեզ փառք է պետք, թեկուզ ների փառքը մեր համար փառք է։ Դե, վայելեք։ Բախի։ Ուդաներն է։ Այո, սա իրականությունն է։ Ես որ ասում եմ դեկտեմբերի 6-ը պետք է նշել որպես հայ ինքնության ապստամբության օր, ես պատահական չեմ ասում։ Մենք սա էլ նայենք։ Ես չգիտեմ սա ով է, անձնիվ խոսք։ Ասում են ոստիկանը։ Թե ինչ պաշտոն ունի, չգիտեմ։ Գիտեմ, որ ոստիկանապետը չի։ Բայց ինքը ոստիկան է, ինքը մեկն է, որ այլ տղամարդ Հովանոցը պահել է գլխին, որ ինքը խոսի հեռախոսով։ Ես ես բան գիտեմ, որ Հովանոց պահել են, ասենք, չգիտեմ, կայսրերի, sense վերևը, հա, թագավորների։ Ես տենց գիտեմ, էլի, գլխավերևում։ Կամ չհաստատված, ինքն է հաստատվող, իր փողերով, կողքիների նվաստացնելու հաշվին, չկայացած մի հատ կենթանի, որ քեզ թույլ տաս, որ այլ տղամարդ քո դեմ, որ սենց վրա, դու ես կարևոր խոսաս։ Հիմա սենց եմ ասում, սա հաստատ կայսր չի, ոչ էլ թագավոր է։ Մնաց այն մյուս տարբերակը։ Այն անեկդոտը հիշեցի, որ տղեն գալիս է մտում տուն, ականջողերով։ Հայրը նայում է, ասում է, տղես, լսի, մեր ժամանակ ականջողեր էին կախում կամ պիրատները, կամ գեյերը։ Հիմա լուսամուտից նայում եմ, եթե նավատ ներքևում չտեսա, վերևից շպրտում եմ ներքև։ Հիմա սրանցն է։ Սրանք կամ կայսրը լինի, իրենց վերևը, որպես թագավորի, հա, որ կաթիլ չընկներ վրա, կամ ուղղակի շարքային բոմժ, որ մեծագույն հաճույք է զգում, երբ որ ուրիշ տղամարդ ստորանալով ինքնակամ ընկնում ականհայտորեն իր վրա իր համար հովանոցապահում։ Այս նկարի մեջ տեսնում ենք երկու ստոր։ Մեկը ինքնակամ ստորանում է, մեկն էլ հաճույք է ստանում, ոնց է այլ տղամարդ կողքը նվաստանում իրեն ապահովում։ Բնականաբար սենց շտատ գոյություն չունի աշխատանք
որ ինքը ի պաշտոն է պետք է ունենալ մեկին, որ իր վրա այսպես բան ցանկացած մեկը ոսես բանա թույլ տալի։ Ինքը դառնում է իմ աշկին ուղղակի չբավարարված, չկայացած բոմժ, իմ աշկին տենց է ընկալում։ Ու սա վստահ եղեք ոստիկանը։ Ես սա վիդեոն տեսա, ուղղակի սա բանը վիդեո չի, որ ես ցույց տամ, հենց սա նկարա։ Ու գիտեք ինչն է բանը, այս նկարին չեմ ցույց տալի, որ Հայաստանը լցված է այս տեսակ մարդկանցով։ Որ մտածում են, եթե ասենք իրենք ինչ որ բաժնի պետ են, կապ չգիտեմ ինչ որ են։ Մեկ էս բաներ անում, գիտեք, Վովան ծխում էր ու սիգարետը տալիս էր որ մարդ բռներ։ Մեկը բռներ իր ծխած սիգարետը։ Ինքը ցույց է տալի, որ ինքը այդ նվաստացումից հաճույք է ստանում։ Այդ նվաստացողն էլ սիրում բռնում էր։ Կարծեմ Մալյան Նարեկն էր դա։ Ինքը նվաստացնում էր ու հաճույք էր ստանում այդ նվաստացնում։ Վստահ եղեք, ոչ մի առողջ տղամարդ, առողջ դրանից երբեք հաճույք չի ստանա։ Ինքը հաճույք է ստանում, որտեղ իրան էլ այտենց նվաստացել են իրան ժամանակ։ Սա ամեն ինչ, այս որ խոսում եմ, հոգեբանական պատճառներ ունի, բացատրությունն են։ Սա էլ այս դրանցից մեկն է։ Ինքն էլ է այդ ճանապարհը անցել ուրիշի գլխին հովանոց պահելով։ Ու հայկական ամբողջ կառավարման համակարգը այս հոգեբանության բախում։ Ինձ որ հարցնում են մեր վերջը հնարավոր է, որ լավ լինի։ Հնարավոր է, եթե մենք կարողանանք մեր սփյուռքի ռեսուրս օգտագործեն, ոչ թե փողի, մասնագետների, մարդկանց, երիտասարդների, այսպես բերել Հայաստան, որ այս կեղտոտ մշակույթը դուրս գա, որովհետև Ամերիկայում, Եվրոպայում եւ այս կարգի տեղերում աշխատանք ունեցած, սովորած մասնագետը չի ստորանում։ Չգիտի սա ինչ է, իր համասարան բացատրելի է, կծնել ինչի համար, նվաստանալ ինչի համար, ոնց թե ինչ իր արժանապատվություն ունի, իր աշխատանքի տեղին է, այսքան բան։ Մեր երկրի ապագա երկրի փրկությունը նաև հենց դրա մեջ է լինելու, որ այս տեսակը սանկասենք արա սիկտիրեղեք ձեր տներով դուք։ Չքվեք մեր աշկերից, ձեր սովորություններով, ձեր կեղտոտ, այս քծնա, այս քրտնգախառը հարաբերություններով, այս ճենջացած մտածելակերպով գնացեք մեզանից ուղղակի մաքրեք տարածքը ձեր ներկայությունից։ Գարշելի է ուղղակի։ Եպիսկոպոսած ժողովը հետաձգվում է, պայմանավորված բռնաճնշումներով, մայր աթորմում հայտարարում սրա մասին։ Այսօր իմ ընկերներից մեկը գրել էր, տեսակ իրանք հասած իրեն նպատակներին։ Եկեղեցին նահանջումը։ Ես գիտեմ, որ ընկերներից մեջ կարդացել են դա, բնականաբար եւ իրանք նեղվել են։ Ես կասեմ բոլորովին դա չի նշանակում։ Շատ ճիշտ որոշում եմ համարում։ Պետք է մի հատ մաքրել հասկանալ տակ ով է մնացել։ Նոր եպիսկոպոսած ժողով անել։ Որովհետև երևի այս ընթացքում էլ մարդիկ կան, որ կամուկացի մեջ են։ Իսկ ես այդ կամուկացի մեջիներին ասում եմ, տղերք, նստեք ձեր տեղերը։ Դուրս չգաք ձեր բներից։ Ինչ կդնեն ձեր դեմը որպես շանտաժ, ասեք մեր մասին ավելին գիտեն, քան դուք։ Վստահ եղեք, ձեր մասին ում դեմ շանտաժ կա, անեն շանտաժ, որ կարող է ձեզ դրանով պարտադրեն, վստահ եղեք, իրանցից բացի էլի մարդիկ կան, որ գիտեն։ Ու ձեր քայլը մտնել այդ խաղի մեջ նշանակում է ստիպել ինձ, որ ես դրանք հրապարակեմ ձեզ փրկելու համար։ Մի մտեք ուղղակի։ Մի մտեք ի սկզբանե։ Ասեք մեր մասին գիտեն բոլորը եւ այսպես մի կլիկով ամբողջն իմանալու են։ Իմաստը ո՞րն է։ Օրինակ, որ հիմա պարզվեց, չէ՞ որ առնվազն 4-ը, տեսեք 4-ն եմ ասում։ Կալիֆոռնիայի բանը, նահանգապետը կրոնի։ Այդ Արվամոլը Քալամյանի հերը, այս բանը, այդ Միրզախանյանը, որ ինքն տղա ունի, այս մյուսը, որ 17 տարեկան աղջկա փչացել դեռ 97 թվականին, հենց հանկարծ բանանի, ասիտես բան չեղես, անուն ազգանուններ կհրապարակեմ, և մնացած փաստերներ կհրապարակեն, առնվազն այս 4-ը, այս պիղծերով ինքը ուզում է եկեղեցի մաքրի, ասեք արա, դուք չեք կարողանալու, որտեղ դուք եթե շանտաժ ունեք իմ վրա, արդեն ես հանցագործ եմ, դուք չեք կարա հանցագործներով գրոհեք եկեղեցու վրա, ժողովրդի համար
Դա համոզիչ չի։ Եթե պետք է գնորեք, դուք զորքով էլ կարա գնորեք, ոնց որ այսօր եկեղեցու վրա գնորեցիք։ Այնպես որ այս հետաձգում է եպիսկոպոսած ժողովի։ Ճիշտ է։ Թող ժամանակ վերցնեն, հանգստանա ամեն ինչ, նայեն տակը ինչ է մնում։ Այս բացահայտումներից հետո էլ են լինելու։ Ուղղակի ես չեմ ուզում մեկ զանգի կամ մեկ ինֆորմացիայի հիման վրա հայտարարություններ անել։ Բոլորովին։ Մանավանդ որ դա այն ոլորտն էլ չի, ուղղակի ստիպված ինքնապաշտպանության համար եմ անում սա։ Մի քանի օր էլ թող անցնի եւ ավելի հանգիստ իրավիճակում արեք ձեր ժողովը եւ ձեր հայտարարությունները արեք։ Այստեղ ոչ մի ընկերկելու եւ ոչ մի հետդարձի խնդիր ես չեմ տեսնում։ Այսպեսի մի վատ նորություն ունեմ Փաշինյան Նիկոլի համար, որ ավելին քան 4 միլիոն թուրք չի կարողանում մարել իրենց վարկերը։ Թուրքիայում ժամկետանց անձնական վարկերի չափը հասել է 227.99 միլիարդ լիրայի, գրեթե 5 միլիարդ դոլար ժամկետանց վարկ կա։ Մարդիկ փող չունեն։ Մարդիկ փող չունեն ապրելու եւ չեմ ասում վարկ վճարելու համար։ Բայց եւ կարծում եմ Էրդողանի մի հատ հարցի լուծում ունի։ Հիմա կասեք երևի որն է։ Կանչում է Նիկոլ Փաշինյանին, ներկայացնում է որպես իրանց ֆինանսների գծով նախարար կամ ինչ-որ, ու Նիկոլյան եմ ասում։ Փաշինյան Նիկոլը սկսում է բացատրել թուրք ժողովրդին, որ հարազատներս դուք հիմա ապրում եք ձեր կյանքի լավագույն ընթացքը, լավագույն։ Դուք այսօր ճիշտ է չեք կարողանում վճարել ձեր վարկերը արդեն 5 միլիարդի, բայց դուք սրանով ձեռք եք բերում անկախություն, սուվերենություն, որը հասան ուրիշի գրպանում էր։ Ուրիշի գրպանում էր, բա հիմա դուք չվճարելով ազատվում եք այդ գրպաններից։ Ես վստահեցնում եմ Էրդողանը, եթե տանի Փաշինյան Նիկոլին ընդեղ որպես ասիչ, կարող է Թուրքիայի այն ամեն երկիրն իր նախիր ունի, չէ՞։ Այն նախրահատվածին ինքը համոզի, որ ձեր աղքատությունը ձեր սուվերենության ամրապնդման համար է, եւ սա մեծագույն հաղթանակն է ձեր։ Եթե դուք սովից մեռնեք, դուք կմեռնեք սուվերենության ամրապնդման համար։ Եվ վստահ եմ, այդ նախրաշերտի վրա կաշխատի այնպես, ինչպես աշխատում է Հայաստանի նախրաշերտի համար։ Մենք գիտենք, չէ՞, որ բոլոր երկրներում էլ կա այդպիսի բաներ։ Այսպիսի մի տեսահոլովակ կա։ Եթե հիշում եք, ես երեք պատմեցի, որ Թրամփը կոնգրեսական կնոջը Սոմալի ներկայացնող հայտարարեց, որ ինքը աղբա, սոմալեցիները աղբ են եւ փոխանակ շնորհակալություն հայտնեն, որ իրենց աղբ վիճակով ապրում են Ամերիկայում, անդադ բողոքում են։ Եվ այսօր ամբողջ մեդիան, դերեք է ասել, ողողված այս կարգի բաներով, վիդեոներով եւ շան լափը բառացի թափում են Թրամփի գլխին։ Օրեկան ռեժիմով ես ապուշը ստիպված միսս բան ասում, դեռ այլ տարբերակ չունի։ Եվ օրեկան իր ռեյտինգը, ասենց, եթե մի քանի սոմալեցիներ կային, որ կարող է պաշտպանում էին Թրամփին, դա էլ չկա։ Այն աստիճան, որ նույնիսկ հանրապետականներն են արդեն իրենց խոսակցությունների մեջ ծաղրում Թրամփին։ Ասեք, Թրամփին ոչ մի չի մնացել։ Թրամփով հիացած, Թրամփի վրա հույս դրած, հայկական, ես դրանց իհարկե վերլուծաբաններ չեմ կարող ասել, այդ կապիկաշերտը, այդ Նիկոլ Փաշինյանին ծառայող, որ կապա ուզում ստեղծի Նիկոլ Փաշինյան, Թրամփ միջանցք բան, համաշխարհային քաղաքականություն բան, այդ իդիոտաշերտին պետք է ասեն մի բան, արա այ ապուշներ, արդեն դուք ծիծաղելի եք, որովհետև Թրամփը արդեն ծիծաղելի է նույնիսկ իր կուսակցության մեջ, չեմ ասում երկրում, երկրում ինքը վաղուց է կապիկ, հասկանում եք իր վրա խժում են վաղուց, էս ինքն է։ Հասկանում եք, էս ինքն է, իր կուսակցությունում են արդեն խժում իր վրա, ինքը adekvat չի, ինքը ապուշ է, ինքը տապալել է ամեն ինչ, ու այն լուրջ դեմքով այսօր, որ դուք խոսում եք, պապեր եք միջազգային քաղաքականություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թրամփը սենց ասեցն, դուք
հավասարվում եք այդ իդիոտներին, որ ասում ամեն երկրում մի նախիջ կա, չէ՞, այդտեղ շերտ կա։ Ամերիկայում կա վստահ որ դեռ մտածում են, որ Թրամփը մի բան գիտի, որ խոսում է։ Որ Թրամփը փրկելու է այս վատ ապրող ժողովրդին։ Նիկոլի նման եկավ ասեց, հեսա ձեր համար ամեն ինչ էժանանալու է, ինֆլյացիան կկանգնի, գները կիջնեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Թանկացավ միանգամից ամեն ինչ։ Ես այսօր մի ամբողջ ցուցակ ունեի, որ ինչքան է թանկացել, ես իհարկե այդ ինֆորմացիայով ձեզ չեմ ծանրաբեռնի։ Ուղղակի մի բառ եմ ասում։ Թրամփը վերջացած մարդ է։ 1 տարվա մեջ ոչ միայն ինքը վերջացավ, Ամերիկայի Միացյալ Նահանգները վերածեց ուղղակի շարքային վատ երկրի միջազգային քաղաքականության մեջ։ Ու ոչ մի ձևով իմ համար լուրջ չեն ընկալվում են մարդիկ, որոնք լուրջ բաներ են խոսում այս երկրի հետ հարաբերությունների համար։ Այն էլ այս վարչակազմի հետ։ Ապագայում կարող է գան ու կգան անպայման, բայց դա համար առնվազն 2-3 տարի է պետք։ Կգան անպայման նոր սերունդ, որոնք կմերժեն Իսրայելին որպես գաղութադար, կապագաղութացվեն, Իսրայելը կդառնա շարքային չմոմյադ երկիր, Ադրբեջանին էլ չի կարող առաջվա նման օգնի, Թուրքիային չի կարող օգնի, Զանգեզուրի միջանցքը որպես պրոյեկտ ավանքից դուրս կգա, եւ այն ժամանակ կարող խոսենք մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին որպես լուրջ երկիր, բայց այսօր եթե մենք իհարկե լուրջ բաներից ենք ուզում խոսենք։ Սա Նետանյահուն է, որը հայտարարում է, որ մենք երբեք չենք ռմբակոծել Գազան, լսեք։ I think Churchill would have been accused of stupendous war crimes. We don't carpet bomb. Մեզ ասում է աննորմալ է, միջազգային հանցագործությունների մեջ են մեղադրում։ Մենք սենց հանցագործություններ չենք արել։ We don't do any of that. We send our soldiers, some of them die trying to clear out these booby traps that Hamas has put in. So how come Israel is getting bashed so quickly? I think Churchill Այո, մենք ոչ մի չենք արել։ Մեզ մեղադրում են, մեր բաների մեջ որ մենք չենք արել ընդամենը։ Հասկացեք, որ սա նիկոլական ռոպագանդան է, որ աշխարհում էլ չի լսվում։ Մեր հաջորդ ընտրություններին մեծ տոկոս ունեն երիտասարդները։ Մեծ։ Ու երիտասարդները այս կապը տեսնում են։ Ասում են հլսան նայ։ Բացայց ստու միատել ես մեր մոտ կա փաստորեն։ Աշխարհը ինչ խնդիրներից է խոսում, հələ մեր կապիկի նայեք ինչից է խոսում։ Հասկանում եք, իրենք իրանց ստանդարտներով, իրենց չափանիշներով, իրենց եզրակացությունն են անելու եւ անում են։ Իմ երեխեքը չեն խոսում այդ քաղաքականության մասին, ամեն ինչ լսում են, գիտեն։ Բայց ես գիտեմ իրանք ինչ են մտածում, շատ ժամանակ ես իրանց էլ եմ հարցնում։ Հիմա այս վիճակով ի՞նչ է տերում։ Ինչ կա ինտերնետում, ինչ կա Instagram-ում, ինչ են ամենապոպուլյար նյութերը, որն իրանք ինձանից առաջ են։ Ոչ թե որ ավելի խելացել են, բայց իրանց ինֆորմացիոն համեմատական բաներն են այլ, քան իմն է։ Ես ամեն դեպքում հին դպրոցի մարդ եմ։ Ինչպես դուք, ինչպես մենք բոլորս, բայց իրանք ավելի լավն են եւ իրանք ավելի օբյեկտիվորեն մեծ հավանականությամբ ավելի ճշգրիտ են չափում աշխարհի այսօր բալանսը, քան նույնիսկ մենք։ Մենք իհարկե ձգտում ենք որ հասնենք իրանց ինֆորմացիոն առումով, բայց ասում եմ պետք չի վախենալ ապագա ընտրություններից։ Նիկոլ Փաշինյանը զրոյ է եւ դեռ զրոյանալու տեղ ունի։ Իրանք պետք է գրոհեն Էջմիածնի վրա, ես անհամբեր սպասում եմ։ Ի վերջո ժողովուրդ ջան, սա նայեք դուք։ Սա նայեք։ Այսպես ինքը լքում է տարածքը, նայեք արխանիկներով, այսենց, նայեք։ Փորձանք վարչապետ ջան։ Վարչապետ ջան, ոնց նայեք։ Իսկ սա, տեսեք, մաչկա կողքը, երկու շարքով արխանիկներն են, իսկ սա հայոց վարդապետն է, կաթողիկոսը։ Ոչ մեկ ինձ չի տարել է, ես պատահական խոսակցություն եղավ, որ ինքը գալիս է ու կարող է ձերբակալել, ինքնաբուխ մարդիկ գնացել են դիմավորելու։ Ես բոլորը ով ինձ երկար ժամանակ հետևում, ինքը վստահ է, չէ, որ ես կաթողիկոսի երկրպագուն չեմ եղել երբեք։ Բայց այսօր ինչպես ես առավոտ իմ եթերի ժամանակ խոստովանեցի,
Ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ։ Երբ որ դու սա համատում ես սրա հետ, երբ որ մարդը իր ոտով կարողանում է քայլել այս տարիքում, հա, իսկ սա իրական երկրի ղեկավարի քայլելն է, նայեք, ձեր բռնած, այսպես անանաս, ու սա դեմքը։ Սա դեմքը եւ այս ոչնչության։ Անհամեմատելի բաներ են։ Փաշինյան Նիկոլը հիմա այս կադրերը պետքա նայի, իր այգին զեկուցելու է անպայման։ Այս կադրերը պետքա նայի ու հավատա, որ ինքը համեմատության մեջ ոչ մեկը։ Հես այլևում է։ Եվ կանգնած դիրքից, եւ մարդկանց դիմավորելուց, եւ ամենակարևորը ազդեցությունից։ Այս ամեն ինչի արդյունքում եկա կաթողիկոսը ունի 80% աջակցություն։ 75-ից 80 տարբեր հարցումներով։ Իսկ Չիվաղը ոնց կար 10, 11, 12, 13%, այդ կողմերն է, այդ ստաբիլ է։ Բոլոր չեմ ասում բռնակալները, բայց ինքը այդքան ունեցել է, ասենց ասեմ, ինքը միշտ այդքան ա եղել, այդքան էլ կա։ Բայց մեր գործը իրեն ավելի ինչացնելն է, սպասում եք Էշմիածինի վրա հարձակմանը։ Այսինքն նույնիսկ այսքան ասպատակություններից հետո չկարողացավ այս տարիքն առած մարդուն սարքել են ինչ որ ինքը դարավ ընթացքում։ Նիկոլ կուզենայի այսքան մարդ քեզ գալ դիմավորելու, առանց բերելու, առանց պարտադրելու, այսքան լրագրող, որ բոլորը ժպիտով քեզ մոտեն, ոչ թե հեռվից գոռային քեզ, կուզեիր։ Այս այդ խոպարած քաղաքականության արդյունքն է։ Սա իրական արդյունքներն է, սա իմ գնահատականը չի, նայեք երկու տեսանյութներ ու համեմատեք։ Տեսեք ով է ժողովրդի մեջ ավելի հեղինակություն վայելում եւ հարգանք։ Որտեւ հարգանքը հələ ուժով ու փողով չի, այ քո նման վիժվածքների համար է։ Հարգանքը փողով, ուժով, գնովի, առնովի ու դու էլ գիտես, որ քեզ էլ են այդպես պարտադրել ու քո կողքի բոլորն էլ են այդպես։ Որ պահին կտրվան այդ սոսկից, այդ կաթից, որ պահին կտրվան, այդ ժամանակ կոկորտդ կրծող են։ Որ թքած ունենան դու ես, թե մի հատ պոլիպեդ է քո տեղը։ Կարևորը որ իրանց կաթը չկտրվի երբեք։ Վերջ։ Էսա իրականությունը։ Դե նայի ու քեզ բարի կործանում։ Վատ երազներ, որովհետև շուտով բոլորը իրականություն է դառնալու։ Այն ինչ որ դու վատ երազներ տենում ես, ամեն ինչ իրականություն է դառնալու։ Մնաց, քանի 6 ամիս։ 6 ամիս, բան չի մնաց։ Դե այսօրվա համար այսքանը, լավ մնացեք, չմոռանաք անպայման տարածել։ Հիշեք, մենք հաղթելու ենք, որովհետև մենք նախ պարտվել չգիտենք, երկրորդն էլ ես միշտ կյանքում հավատացել եմ։ Հաղթանակը արդարի կողմն է։ Ինքը կարող է ուշանա, բայց ինքը անպայման գալիս է։ Ու կախված է մենք ինչքան ենք հավատում այդ հաղթանակին։ Ես նույնիսկ չեմ կասկածում դրա վրա, ոչ թե հավատում եմ։ Լավ մնացեք։